3 հունիսի 25-ին դատարանը դատավոր Մասիս Մելքոնյանի նախագահությամբ որոշեց 2 ամսով կալանավորել Բագրատ Սրբազանին։ Կալանավորված են նաև Սրբազանի բոլոր այն թիմակիցները, որոնք ավելի վաղ ձերբակալվել էին։ Այս պահին ձերբակալությունները շարունակվում են։ Ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանելյանին հարցրինք. արդյոք ժամանակը չէ փողոցային պայքարը վերսկսելու, քանի որ վիճակը ակնհայտորեն նետված է։ Մենք փողոցային պայքարից չենք դուրս եկել, որ մտիկ փողոցային պայքարի մեջ։ Փողոցային պայքարի մեջ ենք։ Եվ այդ առումով ճիշտ է, մեր շատ ակտիվիստներ հիմա անազատության մեջ են, այս պահին էլ ձերբակալությունները շարունակվում է։ Մեր ընկերոջ քիչ առաջ լուր ստացանք մեր ընկերոջ ձերբակալության մասին, Մելքոն Թամրազյանի ձերբակալության մասին։ Այս պահին մենք տարբեր տեղեր տենց չենք հասնում էլի ոստիկանական բաժանմունքներից տեղից տեղ գնալ, որովհետև առաջին հերթին իրանց իրավական աջակցություն եւ մնացած այլ հարցերով ենք զբաղվում, բայց այդ փողոցային պայքարը միշտ էլ մեր օրակարգում անում ենք։ Դիտարկմանը, որ խոսքը ակտիվ գործողությունների մասին է, նորից եմ կրկնում Կոյուն ջան, մենք միշտ էլ ակտիվ ենք եղել։ Այդ հարցը ոչ թե պիտի ուղղվի մեզ, այլ մնացած բոլոր քաղաքական ուժերին, միավորներին, ընդդիմադիր հայացքներ ունեցող մարդկանց, երեք էլ ցավոք սրտի ի ցավի ինձ նաև դատարանի բակում ես շատ մարդկանց չտեսա, որոնց կուզեի տեսնել, որոնք որ միշտ խոսում են ակտիվ փողոցային պայքարի մասին, խոսում են ինչ-որ բան անելու մասին, անողնել ենք մենք, քրեակատարողական հիմնարկներում հայտնվողներ ենք մենք, թիրախավորվողներ ենք մենք, եւ այս պահին այդ հարցադրումը ոչ թե մեզ պիտի ուղղվի, կարծում եմ ուրիշ տեղ պիտի այդ հարցադրումը մենք կրկնում եմ եւ վերահաստատում եմ այն պնդումը, որ մենք միշտ էլ ակտիվ փողոցային պայքարի մեջ ենք, մեր ծրագրերը չի փոխվել, այս իշխանություններին հեռացնելու դա մեր ամենօրյա գործն է, ամենօրյա այդ ուղղությամբ մենք աշխատում ենք։ Գառնիկ Դանելյանից նաև հետաքրքրվեցինք, թե որն է լինելու ընդդիմության հաջորդ քայլը։ Այս պայքարությամբ կարող եմ ֆիքսել, որ իշխանությունները այս ապօրինի գործերով ուզում են հարված հասնել Սրբազան շարժմանը։ Ոչ միայն Սրբազան շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանն է, այլ կրկնում եմ շատ մեր ընկերներ անազատության մեջ են։ Այս պահի դրությամբ, այս ժամվա դրությամբ մենք զբաղված ենք այդ հարցերով, այդ խնդիրներով։ Մնացած հարցերում լրացուցիչ մենք կտեղեկացնենք մեր հանրությանը։